Իմաստ ունի սկզբից սկսելու։ Դու ես եկել, դու ասա ինչը իմաստ ունի, ինչը չէ։ Շաքե, ես ուղղակի խղճացի իրան, մեղքս եկավ։ Ինչի։ Դե նենց բաներ ասեց ինքն իրա մասին։ Вообще, մարդ ոնց կարա իրան տենց վերաբերվի։ Օրինակ ոնց։ Էդ իրա ներսի գաղտնիքն է, ես չեմ ուզում ասեմ։ Հասկացա։ Խղճում ես, ընկերանում ես, հիմա էլ գաղտնիքներն ես, հա պահում։ Մարդու գաղտնիքը պահելու համար պետք չի հետը ընկերություն անել։ Մելսինք հետ ամեն ինչը հատուկ անում, որ դու իրան խղճաս։ Նպատակը ո՞րն է, Շաքե։ Քո հետ ավելի երկար ժամանակ անցկացնելը։ Ես իր հետ ժամանակ չեմ անցկացնում։ Մխիթարում ես, հույս ես տալիս։ Ես չեմ հասկանում ինքը հետ ինչ պետք է ասած լինի, որ դու սենց ված զգաս քեզ։ Եթե գաղտնիքա ասա, ես այդ գաղտնիքը կպահեմ։ Իր համար շատ դժվար է։ Վայ, լուրջ։ Ինչն է դժվար։ Ինքը շատ լավ սովորում է, ընկերներ ունի, դպրոցում բոլոր դասատուները իրան սիրում են, ինչն է դժվար։ Այն օրն էլ, որ իրանց տանն էինք, տեսանք, որ նորմալ մարդիկ են տանեցիները, ինչի համար է իրան այդքան բարդ։ Չգիտեմ։ Մելս, եթե կոնկրետ ինչ-որ ասելու բան չունես, ինչի համար ես եկել։ Եկել եմ, որ վստահ լինեմ, որ ես վերջն է, Շաքե։ Ու եթե վերջն է, ուրեմն հարց չկա։ Եթե ես ամեն ինչով պիտի ամեն ինչը վերջանա, ուրեմն ոնց կուզես։ Մելս, եթե դասարանի տղաներից ինչ-որ մեկը իմ ձեռքը բռներ, դու ինչ կանեիր։ Գլուխը կպոկեի։ Բա ես ոնց Բելայի գլուխը պոկեմ։ Ինչ, պատկերացրեցիր ոնց եմ հարձակվում Բելայի վրա, դրա համար ես ծիծաղում։ Ուղղակի այնքան անիմաստ է այս ամեն ինչը։ Դրա վրա եմ ջղայնանում։ Չենք կարա ես ու Բելան ուղղակի ընկերություն անենք։ Ինչ կա դրա մեջ։ Ինձ դուր չի գալիս։ Այդ նորմալ չի, Շաքե։ Նորմալ չի են, թե դու ոնց ես իրան նայում։ Ինչ ես խոսում։ Ես տեսա, թե դու ոնց ես իրա ձեռքը բռնել, բայց համ էլ տեսա, թե ոնց ես իրան նայում։ Ու ինձ ավելի շատ ջղայնացրեց այն փաստը, ոչ թե որ դու իրա ձեռքն ես բռնել, այլ ոնց ես դու իրան նայում, Մելս։ Իսկ հիմա քեզ ոնց եմ նայում, Շաքե։ Չգիտեմ։ Ինչ զգացիր այդ ժամանակ։ Հմ։ Որ ձեռքը բռնեցիր, ինչ զգացիր։ Արդեն ասեցի, մեղքս եկավ։ Այդ մինչև բռնելը, բա բռնելուց հետո Ոչ մի բան։ սիրտը տարագ էր խփում, չէ։ Իմ սիրտը հիմա է արագ խփում։ Շաքե, այն օրը հիշում ես, որ ասեցի արի չսխալվենք։ Հա, հիշում եմ։ Դե ուրեմն արի ես պահին, ուղղակի չսխալվենք, Շաքե։ Ու մի բան էլ։ Ինչ։ Դասարանում աղջիկներին ասա, որ ավել պակաս չխոսեն Բելայի բաղով։ Շաքե, մի քանի ամիս բան է մնացել։ Արի չփչացնենք դասարանի մթնոլորտը, լավ։ Լավ։ Գիտեք հետաքրքիր է, առաջին անգամը չի, որ այստեղ եմ, բայց չէի նկատել, որ բավականին հաճելի վայր է։ Լսեք, ես այստեղ գալիս եմ հանգիստ եւ խաղաղ ընթրելու։ Մենակ, որ ոչ ոք ինձ չխանգարի։ Երևի հոգնել եք երեխաներից, ամուսնուց։ Ինչ-որ բան այն չասացի։ Ես չունեմ ամուսին եւ չունեմ երեխաներ։ Իրոք, շատ զարմանալի է։ Ինչու՞։ Չէ, եկեք գուշակեմ։ Այդ ինչպես է ստացվել, որ ինձ նման կինը մենակ է։ Դուք դրա մասին չեք ասել։ Հաշիվը կբերեք։ Մենյուն բերեք։ Հաշիվը բերեք։ Մենյուն։ Հաշիվը։ Մենյուն։ Հաշիվը բերեք։ Մենյուն։ Հաշիվը։ Եթե ուզում եք կարամ երկուսն էլ բերեմ։ Միայն մենյուն։ Միայն հաշիվը։ Մենյուն։ Հաշիվը։
Իրոք շատ համեղ է։ Գիտեմ։ Բա ինչու չեք ուտում։ Հախորժակս փախավ։ Ուզում եմ վճարեմ եւ գնամ։ Իսկ ինձ թվում է, որ դուք չեք ուզում գնալ, որովհետև եթե գնալու լինեիք, արդեն գնացած կլինեիք։ Ես չեմ ուզում, որ դուք իմ հաշիվը փակեք։ Հասկացա, դուք եք ուզում հյուրասիրել։ Ինչ եք ուզում։ Սա ինչ է։ Դավիթի հարցերը փորձում եք այսպես հարթել։ Լավ իմացեք, իմ բոլոր որոշումները բխում են Դավիթի շահերից եւ ոչինչ չի կարող փոխել այդ որոշումները։ Ես շատ ուրախ եմ։ Դա շատ լավ է։ Ու այն հարցին թե ես ինչ եմ ուզում, ոչ մի բան ուզում եմ ուղղակի ընտրել ինչ-որ մեկի հետ։ Իսկ ես ինչ կապ ունեմ։ Դուք հայտնվեցիք այստեղ։ Իսկ Դավիթը ուր է։ Չգիտեմ, անկեղծ չգիտեմ, միգուցե տանը, Միգուցե փողոցում, միգուցե ընկերոջ տանը կամ փաբում։ Դավիթը փապ չի գնում։ Ինչ եք ասում։ Էլ ինչ չի անում Դավիթը։ Երևի դանակ էլ դպրոց չի բերում։ Դանակ։ Ինչ դանակ։ Դավիթի դասընկերուհու պայուսակից դանակ ենք գտել։ Եվ բոլորիս կարծիքով դա Դավիթն էլ գցել է։ Ըստ երևույթին իմացել է, որ պայուսակները պիտի ստուգեն, եւ գցել է դիմացի աշակերտուհու պայուսակի մեջ։ Իսկ դուք փաստեր ունեք, թե Ձեզ փաստեր են պետք ձեր երեխային դաստիարակելու համար։ Շատ եմ ցավում, բայց ոչ ձեզ համար, այլ Դավիթի։ Իսկ եթե դուք ընտրելու ցանկություն ունեք որևէ մեկի հետ, ապա խորհուրդ կտամ ձեր ժամանակը տրամադրել ձեր երեխային։ Շնորհակալ եմ ընթրիքի համար, բայց ես համարում եմ, որ ձեզ պարտք մնացի, ցավոք։ Դավիթ ուր ես։ Բայց ինչ էր եղել, որ մի հատ էլ մեր Սուզեց օգնի։ Դե բան չկար, ուղղակի տխուր էի։ Իմ մոտ կայր, ինձ պատմեիր, ես հաստատ կլսեի։ Ապրես։ Ու տենց նստած էիք, ու Շաքեն ու Ալան ձեզ տենց տեսան։ Մենք տենց նստած էինք։ Հա, այդքանը։ Բել, ինչ ա եղել։ Ամբողջությամբ ասա, որովհետև դժվար մենակ նստելու համար տենց անեին։ Մենք նստած էինք ու շատ պատահական, սենց շատ միամիտ Մելսի ձեռքը կպավ իմ ձեռքին, շատ միամիտ։ Կպավ։ Բել, Մելսը ձեռքդ բռնել ա։ Այդ մի վայրկյան ա տևել, շատ արագ էր ու սենց պատահական եղավ, ազնիվ խոսք, անկեղծ եմ ասում։ Հա, ես հավատում եմ իհարկե, բայց դժվար թե Շաքեն պատմություն չսարքի։ Ահա ու չգիտեմ վաղը ինչ ա լինելու։ Ինչ պետք ա լինի, ոչ իման էլ չի լինելու։ Ես ամեն վայրկյան քո կողքին կլինեմ։ Իրենք ինչ ուզում են թողանեն իրենց հարցերն ա։ Բել, չվախենաս։ Ես էլ Կարենն էլ Վարդանն էլ անընդհատ քո կողքին ենք։ Ապրես ժաս։ Լսի, բա Ինեսան գիտի։ Բա մտերիմ ընկերույթ ա, չես ուզում ասես։ Դե հիմա իր մոտ բարդ շրջան ա, ես էլ չեմ ուզում ավետ ծանրաբեռնամ։ Դե բոլորն էլ ունեն խնդիրներ, բայց ընկերները պետքա լսեն, չէ։ Ոչինչ ես հասկանում եմ Ինեսային։ Քեզ մնա դու էլ սաղ աշխարհին կհասկանաս։ Ժաս իսկ Սևակը։ Դե լավ մի տխրի։ Ինձ թվում է ինձ 100 տարի պետքա որ ես էլ չտխրեմ։ Որ 100 տարի անցնի էլ չեմ տխրի։ Լսի այդքան կապրեմ, չէ։ Ութերորդ անգամ եմ բացատրում, ուշադիր կարաս լսես։ Այս հավասարումը առաջինն ես անում։ Սրա պատասխանը որ իմացար, էսի արդեն կհեշտանա։ Հա, ապրես հասկացա։ Նայ որ անկապ ասում է։ Չէ, իրոք հասկացա։ Ուր է ուշկու միտքդ, Կարեն։
Նայ որ ես մարդուն մաթեմ եմ բացատրում ինքը մտքերով հասել է Սյուզիի մոտ։ Ով է մտքերով Սյուզիի հետ։ Հեչ մամ։ Աննա քուրիկ, եթե ուզում եք Կարենը ապագա ունենա, հենց հիմա դպրոցից հանեք, փոխեք դպրոցը։ Ուշկու միտքը տվել է աղջիկներին։ Լսի դու խոսալուց առաջ մտածում ես։ Ես օրվա ընթացքում այնքան եմ մտածում, որ խոսալուց առաջ նախընտրում ազատություն տամ իմ բառերին։ Զգացվեց։ Բանի տեղ մի դիր մամ ջան։ Չէ, չեմ դնի։ Բայց մենք իրար հասկացանք։ Ներքե։ Արա մամայի մոտ ինչ ես խոսում։ Լավ կլինի գամ ձեր տուն Շաքեի մասին պատմեմ։ Մերոնք գիտեն։ Լուրջ։ Հա։ Ես նախընտրում եմ մերոնց սաղ պատմեմ, էլի ես անկեղծ եմ իրանց հետ։ Լավ, կատակ եմ անում, մերոնք չգիտեն ու իմաստել չունի։ Վրդա որ ուզում ես իմանաս Շաքեն քեզ արժանի չի։ Էլ չասես տենց բան։ Այդ մերսը արժանի չի Շաքեին։ Հետո էլ էս ճակատագիր է։ Մի անարժանի ես կգտնեմ, տենց իրար հետ կապրենք։ Լավ։ Կենտրոնանանք դասերի վրա, հա։ Լավ, ինչ ես ստվել։ Լավ չի որ հաշտվեցիք։ Չգիտեմ։ Ախպեր քո ոտով գնացել ես հաշտվել ես։ Մի չգիտես լավա թե չէ։ Երևի լավ է։ Ես մալադես քեզ։ Մի հատ աղջիկը պահանջելուց է բռնեցի Շաքին կամ ուզես բան չկա ձեր մեջ։ Քեզ թվում այդ խնդալու, հա։ Լավ գոնե ասա, ինչ կա բելայի հետ։ Ապուշ ես դու։ Չգիտես որ ոչ մի բան էլ չկա։ Դե եսի։ Հեսա լի ճարի դու երասը տենան բա։ Մոռացի։ Բացատրի։ Մելս, Բարև ձեզ։ լավ ես։ Մերսին ինչ ա եղել։ Դասան ամենասիրուն աղջիկը սիրարված է իրան։ Ամենագեշ աղջիկն է։ Լավ, Սուսան։ Որ նույն ջանասիրությամբ դուք ձեր դասերը անեիք, ավելի լավ կլիներ։ Դե պապ սովորում ենք էլի։ Սովորում եմ։ Լավ, ես գնամ։ Մի րոպե նստի էլի մեզ։ Բանում եմ ասելու։ Երեք հորդ հետ էի խոսում, ասես որ ուզում ա գա, երևի Ես չգիտեմ իր պլանների մասին։ չգիտես որ ուզում էր գար, թե Չէ, ճիշտն ասած չգիտեի։ լավ, երևի ես չպիտի ես խոսակցությունը բացեի։ Չէ, նորմալ է։ Դժվար թե ինքը ասեր։ Լավ, ես գնամ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Օհո։ Այդ աղջիկը ինչ այդքան պաճպճում իրա։ Պապ, Մելսի մոտ այդքան օրից մի խոսա էլի։ Ինչի։ Դե չի շփվում է դա։ Բայց ինչի չի շփվում։ Դե նա ամառվա դեպքերից հետո։ Սխալ է անում։ Անտե ձեր համար սաղը սխալ ենք։ Այ
Մեզ չես ուշանում դպրոցից։ Չէ, մամ, մի քիչ լավ չեմ զգում։ Կարող է հիվանդես։ Չէ, ուղղակի լավ չեմ քնել։ Մնամ տանը էլի։ Կուզես ես էլ մնամ հետդ։ Չէ, դու հանգիստ գնա աշխատանքի։ Հաստատ։ Ահա։ Լավ, որված գաս կզանգես, հա։ Ապրես։ Բելին էսան չի զանգել, չի ասել ինչի չի եկել։ Չէ, ասաց, որ ուղղակի այսօր ուզում է տանը մնալ։ Այդքան բա։ Դե, ինչի ես ավակել, Շաքե։ Ինչ որ կարևոր հայտարարություն կա։ Հա։ Ես ու Մելսը հաշտվել ենք։ Ու ամեն ինչ շատ լավ է։ Լուրջ, այդքանից հետո Շաքե։ Հալա, ավելի շատ ես նեղում, քան Շաքեն։ Երեկվանից սրա մասին ես խոսում։ Բայց Շաքե լուրջ, այդ ո՞նց։ Դե երեք Մելսը եկավ իմ տուն ու ամեն ինչ բացատրեց։ Իրականում ինքը շատ էր նեղվել կատարվածի համար ու խոսեցինք, հաշտվեցինք։ Բայց ո՞նց բացատրեց։ Երեխեք կարաք մի քիչ կամաց խոսակ։ Դե ասաց, որ ոչ մի բան չկա ու չի էլ կարա լինի։ Ասաց, որ նույնիսկ ծիծաղելի է մտածել, որ իրանց մեջ կարա ինչ-որ բան լինի։ Ասաց, որ ուղակի խղճացել է, որովհետև ինքը իրան վատ է զգացել, Մելսն էլ ուղակի օգնել է այդքան բան։ Իրականում իրոք շատ ծիծաղելի է, ոնց կարա ես տենց բան մտածեի։ Շաքե։ Հերիքա լավ։ Մի խոսքով երեխեք, թյուրիմացություն է եղել։ Մոռացեք այս ամեն ինչը։ Չեմ ուզում այս թեման երկարի։ Իրոք շատ ծիծաղելի է։ Ես ոնց կարայի մտածեի, որ իրանց մեջ կարա ինչ-որ բան լինի կամ իրան կարա ինչ-որ մեկը հավանի։ Հա, Շաքե, գիտես, իսկապես ծիծաղելի է։ Ուղղակի զարմանալի է, որ կարիք ա եղել, որ Մելսը դրա մասին քեզ ասի։ Շաքե, այդ ամեն ինչը քո ու Մելսի հարցերն է, անպայման չես աղջկան ինձ նվաստացնել։ Ես այդ ամեն ինչը իր համար եմ ասել։ Ասել եմ, որ ինքը իմանա, հանկարծ հույսեր չունենա։ Շաքե, շատ վատ ես քեզ պահում։ Ու ամենավատն է, որ չես էլ գիտակցում։ Խանդից գլուխդ լրիվ կորցրել ես։ Դուք էլ եք մտածում, որ ես սխալ եմ անում։ Դե մի քիչ կոպիտ էր էլի։ Ախպեր 1000 անգամ ասացի, կարանք չէ մի օր սաղով գնանք։ Անցած անգամապես չէ, լավ է։ Ես էլ ձեզ ոչ միտեղ չեմ գա։ Բայց ինչի, վատ անցա։ Հա, ախպեր, վատ անցավ։ Խայտարակ արեցիք։ Բելա ջան, ինչ ա եղել։ Այդ կարող է ֆիզիկայի դասատուն չեկել նեղվել ես։ Բելա։ Ամեն ինչ կարգին է։ Մելա ջան, որ խնդրեմ կգնաք։ Հա, բայց Սյուզի ջան։ Մելա, ես վստահ եմ, որ Շաքեն կես ասածները հորինել է։ Արի չխոսանք, հա։ Ինչ ա եղել։ Չգիտես։ Բելա։ Մերս ինչ ես ուզում, հանգիստ թողելի։ Ինչ եղավ հերիք չէր։ Հա, բայց ինչ ա եղել։ Ես ուրիշ տեղ կնստեմ։
Սյուզի մեզ մենակ թող։ Մելս խնդրում եմ էլի, թող որտեղ որ ուզում ա նստի։ Սյուզի ջան, բան խնդրեցի քեզ։ Ասա արեցի, խնդրեմ քեզ։ Որ մեկը։ Լանչասը։ Հա, արել եմ։ Ապրես։ Իսկ ինչ էր պետք դա անել։ Ուղղակի ասա, բարի ժեստ էր։ Հա։ Իհարկե։ Ոչ։ Պատճառ կար, ասա։ Իսկ ինչ պատճառ։ Լավ։ Գնա, ասա, գնա։ Սա ուզում է իման։ Չէ, պետք։ Քեզ ինք։ Անե ջան, ես գնում եմ լանչի, դու էլ կարող ես գնալ։ Ճիշտն ասած, ինձ թվաց դուք եք պատվիրել։ Ինչ։ Ուտելիքա, մտածեցի այստեղ եք լանչ անելու։ Ես չեմ պատվիրել։ Բերեցին, ասեցին ձեզ համար է։ Լավ ապրես, թող մնա, դու կարող ես գնալ։ Ուժաս, չգիտեմ։ Չեմ ուզում դեղ իրար հետ մենակ թողնեմ։ Ախր ինչ ա ուզում Բելայից։ Հա լավ, երևի ուղակի խոսում են, արի անիմաստեղը չխառնվենք իրար։ Չէ։ Պետք է զգուշացնենք։ Չէ, ուղակի կշեղի են, օքեյ։ Շաքեր, Լարա, ո՞նց ես։ Լավ։ Խոսալու բան կա։ Եթե Բելայի հետ կապված պետքա նորից խոսած, չեմ ուզում։ Չէ, Բելայի մասին չի, իմ մասին է։ Արի գնան գրադարանում խոսանք էլի։ Դասարանում չենք կարա խոսանք։ Չէ, ինձ թվում է գրադարանում ավելի հանգիստ է։ Հա, հաստատ։ Երեխեք ինչ-որ բան է եղել։ Բան չի եղել, արի էլի։ Իսկ հիմա ինձ կասես ինչա կատարվում։ Ոչ մի բան։ Վայ, համբերի էլի մի քիչ։ Հա, փաստորեն դասարանում է ինչ-որ բան կատարվում, հետաքրքիր է։ Դու իմ կողքն ես նստելու։ Մեր հերիքա։ Ասացի իմ կողքն ես նստելու։ Ինչի։ Որովհետև խղճում ես, որովհետև մեղք եմ։ Ով է քեզ տենց բան ասել։ Դու։ Լսի։ Մեզ ես քեզ արդեն չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում։ Ես ամեն ինչ անում եմ, որ իմ գաղտնիքը պահես, բայց արդեն հերիք չի։ Չէ, հերիք չի, որովհետև դու իմ կողքը պետք է նստես, թե չէ։ Թե չէ ինչ կգնաս Լևոնին ամեն ինչ կպատմես, ուրեմն գնա հենց հիմա պատմի մեզ։ Գնա հենց հիմա պատմի։ Գյուշվել ես։ Չէ, գնա պատմի, թող բոլորը իմանան, որ ես քարը հոգուցուս ընկնի, ես այդպես չեմ կարա։ Հես ուր են սա։ Ուրեմն ես կպատմեմ։ Բան ա եղել։ Լևոն, ես քեզ կարևոր բան պետք է ասեմ։ Ինչ է։ Լևոն, ես քեզ պետք է ասեմ, որ առաջին օրը, երբ որ ես քեզ տեսա, Սյուզի հիմա միջև գրադարանի դուռը չբացվի, չենք խոսելու։
Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Ինչի ափակ։ Լավ է, ինչ պետքա խոսանք, որ պարտադիր գրադարանում պետքա խոսանք։ Պետքա խոսանք նրա մասին, որ մենք ընկերուհիներ ենք, չէ՞։ Ու միջև իմ Ամերիկա գնալը շատ մոտիկ ենք, չէ՞։ Հա, ես այդ ամեն ինչը գիտեմ, ինչի ես ինձ հիշացնում։ Դե որտեվ բաներ են փոխվել։ Սյուզ, հա, մենք մեծացել ենք, ժամանակ անցել, բայց մենք մեկը ընկերներ ենք, չէ՞։ Շաքե, քո պահվածքը իմ դուրը ընդհանրապես չի գալիս։ Սյուզի Բելան արժանի է։ Ինքն է մտել մեր հարաբերությունների մեջ։ Դու իրան ասել ես, որ ինքը սխալ է իրան պահում, թե մենակ ինձ ես մեղադրում։ Շաքե, ես ոչ մեկին չեմ մեղադրում, մեղադրելը սխալ է, ու ընդհանրապես ես չեմ կարող քո մաշկի մեջ մտնեմ, ոչ էլ Բելայի։ Ու քեզ որ կողքից նայում եմ, հասկանում եմ, որ լավը չես դառնում դու այդ ամեն ինչը անելուց, ու դա ինձ ցավ է պատճառում։ Ես ուղղակի պաշտպանում եմ այն, ինչ իմն է, Սյուզի։ Մելսի մասին ես խոսում։ Ոնց որ առարկայի մասին խոսաս։ Ես ընդհանուր եմ ասում, Սյուզ։ Ես պատրաստ եմ երեկվանից հետո խզեի մեր հարաբերությունները, բայց ինքն է եկել, հասկանում ես։ Ես անինքնասեր չեմ։ Ես չեմ խնդրել, որ ինքը Բելայի հետ չխոսա ու գա ու իմ հետ շփվի։ Ինքն է եկել երեք, Սյուզի։ Լավ, կարողա պետքա քեզ հասկանամ, բայց ես չեմ ուզում, որ այս ամեն ինչի մեջ դու ինքդ քեզ կորցնես։ Իսկ դու։ Ինչ ես։ Դե դու քո սխալները չես տեսնում։ Օրինակ, որ դու գնացիր երկրից, Դավոն Կարենին օր ու արև չի տալիս։ Ամեն օր տանջում է Սյուզի ու քո պատճառով։ Այդ ամեն ինչը չես նկատում։ Իմ պատճառով։ Այսինքն։ Դե Դավոն խանդում է, կատաղում է ու դրանից ատում է Կարենին։ Ինքը չկարողացավ ընդունել են, որ դու անտարբեր չես Կարենի նկատմամբ։ Ինքը այդպես էլ չկարողացավ հանդուրժել ու ընդունել, որ դու ընտրել ես Կարենին։ Շաքե, ես ոչ մեկին չեմ ընտրել։ Իմ առջև ընտրություն չի եղել։ Ընտրել ես Սյուզի։ Ու անկախ նրանից դու դա հասկացել ես, թե չէ, դու մեկը ընտրել ես։ Ու մենք բոլորս ենք կյանքում սխալներ անում։ Լավ կլինի դիմացինին դասեր տալու փոխարեն ինքներս մեզ նայենք առաջինը։ Ինչ պետք է ասես, Բել, ինչ որ բան ա եղել։ Ինեսայի հետ է կապված։ Չէ, Ինեսայի հետ կապված չի, իմ հետ է կապված։ Դե ասա տենամ ինչ ա եղել, ինչ ես ձգձգում։ Լևոն, ես ուզում եմ ասել, որ Ուզում ասի, որ ավելի լավ է դասից գնաս Ինեսայի հետ խոսաս։ Էս մի ժամա այդ ա ուզում ասի։ Դու ինչ ես խառնում։ Բա ինչ ես ուզում։ Ուզում ես 5 ժամ կայնես, ինչա թե մի երկու բառ իրար կկպցնի։ Դե դա իր ուզում ասել Բել։ հա, այդ էի ուզում ասել։ Բանոր ասում էր Ինեսայի հետ կապված չի։ Դե հա այդպես ասացի, որովհետև Ինեսան տեղյակ չի, որ ես քո հետ պիտի խոսամ։ Մտածում ես գնալը ճիշտ է, հա։ Երևի։ Հա ճիշտ ես ասում։ Այս ժամին մերն էլ տունը չի, ինքն էլ հաստատ փախնելու տեղ չի։ Դե լավ դե մի ոգևորվի։ Նենց բան չանես, որ այդ աղջիկը ուզենա փախնի։ Դու ինչ ես խառնվում, է։ Չապրես Բել։ Մերսի շատ։ Տենց էլ կամ։ Բացակայել դնեմ, նորմալ է։ Ես Ասիային մի բան կասեմ։ Ապրես շատ։ Լուրջ ուզում էիր խոստովան, ես։ Ինչի խառնվեցիր։ Որովհետև խայտառակ էիր լինում։ Էլի խղճացիր։ Բելա ես Շաքեին փորձել եմ բացատրեմ այն, ինչ ինքը տեսել է։ Հա ես ասել եմ Բելան նեղված նստած էր, ես էլ տենց մեղքս եկավ մխիթ արեցի։ Դու խի եկար իմ տուն, որ ես հիվանդ էի ու մենակ։ Արդեն ասել եմ, որ օգնեմ։ Հա, ինչի օգնես, որովհետև մեղքդ եկա, չէ, որովհետև խղճացիր ինձ, չէ, Բելա։ Դրանք տարբեր բաներ են։ Նույն բանն է, Բելա։ Նստում ես կողքս ու էլ չենք կռվում իրար հետ։ Վայդիկա, տենց լավ չգնա դասարանը բոլորին հայտարարի։ Ժողովուրդ դուք չգիտեմ ոնց, բայց ես գերմանն ես։ Չի կարելի սենց երկար թողել մենակ իրանց։
Դες ես հավատում եմ, որ մեր հանդիպումը պատահական չէր։ Ճակատագիր էր, որ մենք իրար տես տեսանք, ավելի ճիշտ որ դու ինձ օգնեցիր, ես մոռացա էլ իմ հետ ինչ ա եղել։ Ես ոչ մեկի չեմ ստորացնում, Մելս։ Դավո ինչ ա եղել։ Ասում եմ մի քիչ կամաց աղջկա հետ եմ։ Яра, էսա, Լավ, չես արա։ Don't you run away. Don't run away from me. Fill my empty night. Revitalize my heart. Don't you run away. Don't run away today.